Վերջին շրջանում Սևանի թերակղզում հաճախակի են դարձել տեղի բնակիչների ու զբոսաշրջիկների կամ զբոսավարների միջև տարբեր միջադեպերը։ Մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձինք ճայթուկներ էին նետել ֆրանսիացի տուրիստների ուղղությամբ։ Ավելի ուշ նրանք հարձակվել էին զբոսավարի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ։ Զբոսավարները հաճախ բողոքում են նաև Սևանա թերակղզում մոմավաճառների կամ այլ իրեր վաճառողների վարք ու բարքից։ Ռադար Արմենիայի հետ զրույցում զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ասաց, որ դեպքի մասին տեղեկացել է միջադեպի օրը։ Եվ անմիջապես կապի դուրս եկա տվյալ զբոսավարի հետ, որի անունը Վարդան է, եւ մենք մինչ այժմ կապի մեջ ենք։ Գևորգյանի խոսքով նաև իրենք ժողով են գումարել, որին մասնակցել են ՆԳՆ-ի, Գեղարքունիքի մարզպետարանի, Սևան համայնքից եւ զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ըստ Գևորգյանի տվյալ զբոսավարի եւ միջադեպի մյուս մասնակիցների միջև հաշտություն է կնքվել եւ գործը փակվել է։ Նախատեսում ենք մարզպետի, համայնքապետի եւ արդեն իմ նշած պետական գերատեսչությունների հետ այց Սևանավանք հասկանալու համար, թե ինչու են նմանատիպ միջադեպերը կրկնվում եւ ինչ անենք, որպեսզի եւ առևտրի կազմակերպումը դառնա ավելի պատշաճ եւ զբոսաշրջության ոլորտին ավելի հարիր, ավելի գեղեցիկ եւ նաեւ տեղում հասկանանք այդ մարդկանց պահանջը։ Միգուցե մենք մեր մասով կարողանանք այնպիսի միջավայր ստեղծել, ձևավորել, որպեսզի համ զբոսաշրջիկին, համ զբոսավարներին, որոնք տանում են զբոսաշրջիկներին, եւ նաեւ տեղում գործունեություն իրականացնող բիզնեսի ներկայացուցիչներին։ Զբոսավար Արա Պետրոսյանը մեծ հետ զրույցում ասաց, նման դեպքեր կարող են հաճախ լինել, երբեմն իհարկե իրավիճակը նաեւ հանդարտ է։ Արդյոք նույն անձինք են միջադեպի կիզակետում։ Ինձ եղել է դեպք տարբեր մարդկանց հետ, բայց այնտեղ հիմնականում տենց մի հատ խմբակ է, մի հատ ինչ-որ հերիտաղ են, տենց շատ երևի ցածր սոցիալական վիճակի են, բայց իրենք առանց ինչ-որ մեջքի տենց չեն կարող էլի այդտեղ շատ բան անեն, ինձ ասում։ Մի խումբ զբոսավարներ նման միջադեպերի կրկնության դեպքում պատրաստվում են ընդհուպ ծրագրերից դուրս թողնել Սևանավանք այցերը։ Նրանք պարբերաբար նման քննարկումներ են ունենում։ Некան ախակ են չեն հասկանում, էլի, որ գիդերին բուժ տանելով, այսպես ասած, իրանց գործն է բուժում, էլի։ Ասենք, ես օրինակ տուրօպերատորների հետ աշխատում եմ, չէ, տարբեր իրանք գրում են Սևանավանք, ես տանում եմ Սևանավանք, բայց որ իմ սեփական տուրերն են լինում, ես ասենք Սևանավանքը հանում եմ, տեղը այրավանք եմ մտցնում կամ ուրիշ բան, որ ուղղակի չմտնեմ այնտեղ, զզվելով եմ գնում։ Սակայն նա շեշտեց, որ չեն կարող ամեն նման միջադեպից հետո որևէ ուղղություն հանել։ Ըստ Պետրոսյանի ոստիկանությունը ոչինչ չի անում նման դեպքերում, նաև կասկածում է, որ հնարավոր է ստվերային համագործակցության մեջ են։ Ըստ Պետրոսյանի միակ լուծումը 3 ամսով Սևանավանքի ուղղությունը զբոսավարների ծրագրերից դուրս բերելն է, որ վաճառականները հասկանան, ինչ վիճակում կարող են հայտնվել։ Բայց քանի որ մեր միակ ճակերտավոր զենքը դա է, որը կոնկրետ արդյունքների կարաբերի, սխալ է Սևանավանքը հանել ծրագրերից բնականաբար, բայց ավելավա տենց քան թե գնացեն դե ու ասեն չեմ դա։ Մենք կամ մոմը շփորտեն տուրիստի դեմքին, ասենք, չգիտեմ, կամ բոմբ տրակացնեն ոգետը։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը վստահեցրեց, պետք է քայլեր իրականացնել նման խոչընդոտները վերացնելու համար, քանի որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ մեծ ազդեցություն ունի տվյալ համայնքի տնտեսության վրա։ Լիլիթ Աբրահամյան, Ալվարդ Բաղդասարյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։